Ողջույն հարգելիներս, բարի գալուս նոր վլոգ։ Մեր մոտ օրը արդեն կեսօր է, բավականին գործեր հասցրել եմ, վերջացրել եմ, խանութ եմ գնացել եկել, գնումներ կատարել, այդ ամբողջը մյուս ալիքում է գտնվում։ Կարող եք անցնել, տեսնել եւ բաժանորդագրվել մյուս ալիքին, եթե մինչև այսօր չեք բաժանորդագրվել, իր շարունակությունը գտնվում է այս ալիքում։ Երիկի մազերը կտրեցի, վերջացրեցի, Արսենը սարթնացավ, հիմա Արսենիս մազերն է կտրում եմ, լողացնում ու անցնում ենք մեր մնացած գործերին, պետք է իմ մազերը կտրեմ, մազերս ներկեմ, մի խոսքով առջևում հետաքրքիր տեսարաններ է սպասվում ձեզ, այսօրվա սերիալում արդեն ներկայացրի ինչ պետք է լինի, ընթացքում սուրճ կխմենք, հաց կվայելենք, այսինքն հաց կուտենք միասին, Անցած վլոգում ցույց եմ տվել ինչ ներկեմ գնել, այս վլոգում էլ ցույց կտամ ինչ ներկեմ գնել, որպեսզի եթե մյուս ալիքում չեք հետևում ինձ, այս ալիքում տեսնեք ինչ ներկից եմ օգտվում, որովհետև հետո մազերիս գույնը տեսնում են, հարցնում են, ես էլ արդեն տուփը դենտած եմ լինում, ընկնում եմ վլոգներում ման եմ գալիս, դե ինչ ներկեմ ներկել, ինչ ֆիրմայի, ինչ համարի, որպեսզի ճիշտը ձեզ ներկայացնեմ, հա։ Սխալ այսպես ներկերի անուններ և գույներ չտամ։ Դե ինչ սիրուներս, այս պահից մեր վլոգը համարում ենք սկսված, մեկնաբանություն եմ անպայման կգրեք ձեր կարծիքները, եթե հավանեք տեսանյութը սեղմեք լայք, չմոռանաք, եթե լայք չեք կարող սեղմեք, գոյն է դիզլայք սեղմեք, այդ շատ կարևոր է, որպեսզի մեր ալիքը այսպես աճի և բարգավաճի, հուսամ 2026 թվականում կհասնենք 30,000-ից ավել հետևորդի կամ 20,000-ից ավել, տեսնենք ինչպես ենք ակտիվ աշխատում, համ ես ակտիվ լինեմ, համ դուք, չնայած աղջիկներս իմ ակտիվությունը ձեզանից է կախված, եթե դուք ակտիվ եք, ես էլ եմ ակտիվ, եթե դուք արդեն սկսում եք այսպես ծուլանալ և չդիտել վլոգները, ես նույնպես ծուլանում եմ, այնպես որ իմ վլոգների շարունակությունը կախված է ձեզանից, իմ հետևորդների մոտավորապես 30%-ը հետևում է, իսկ 70%-ը հետևում է, բայց բաժանորդագրված չի, փաստորեն, և ընդամենը վլոգը նայվում է, դիտվում է 10,000 դիտում և լայքում են ընդամենը 300 հոգի, լավ, ինչ է ձեզանից գնում, մի հատ այդ լայքի կոճակը չեք սեղմում, այդպես սիրուն վլոգը վայելում եք, Աղջիկներս այս թելից արդեն երկրորդ անգամ եմ օգտվում, բայց չեմ հիշում, առաջին անգամ գնել էի սև մազերի ներկեր, չեմ հիշում, ներսում շամպուն կար, թե չկար, բայց այստեղ համ շամպուն կամ համ նամակ ուղարկված, այսպես ոգևորող խոսքեր է գրված, որ եթե ունես նպատակ, ձգտիր, առաջ գնա և այլն, համ բալսամ կա, դե բալսամը բոլոր մազի ներկերի հետ կա, բայց շամպուն ես առաջի անգամ եմ տեսնում, որ լինի, հետն էլ շատ անուշ հոտով, որ ընտիր որակի, գովազ չեմ անում սիրուներս, եթե կցանկանաք, կարող եք այս տելից էլ օգտվել, ես առաջի անգամ եմ տեսնում, որ մազի ներկի մեջ շամպուն լինի, իսկապես, բայց ինչև է, հիմա ներկը բացում ենք սիրուներս, մազերս թարմացնում ենք և անցնում ենք գործի, ներկում ենք, տեսնենք ինչ գույն կստացվի արդյունքում, կուրախանամ թե ոչ, բալսամները ինչպես տեսնում եք բավականին մեծ աղջիկներս, տարաները լավ մեծ են, որ փոքր պաչկեքով չեն, հա, և այդպես, մեզ է շամպունն է սիրուներս, հիմա ներկենք, այսինքն թարմացնենք մազերս, ներկենք ու տեսնենք ինչ կստացվի վերջում, սիրուն կլինի թե ոչ, ինչ եք կարծում, մի հատ գրեք տեսնեմ։
Այո, աղջիկներս, ինչպես տեսակ, մազ կտրելու մկրատ է, այսինքն մեջերից է հանում, հա, մազերը, եւ ինչպես տեսնում եք, իմ մազերը, այս վերջի հատվածները շատ այսպես սուրաց են, հա, ոնց է ճյուղավորված լինում, ճիշտ է, ճյուղավորված չեն, բայց մի տեսակ դուրս չեն գալիս, հիմա ինչ ենք անում, այսպես մազ սիրուն փաթաթում ենք եւ 1-2 տեղ այսպես ուղղակի շատ թեթև սեղմում եմ, շատ թեթև, նայեք, որ ընդամենը ինքը ոչ թե մազերն ամբողջովին կտրում, հա, այլ ուղղակի մեջերից մի թեթև հեռացնում եմ, նայում եք տեսանյութում ինչպես եմ անում, ես ձեզ խորհուրդ չեմ տալիս, որովհետև կարող է դուք ավելի այսպես ուժեղ սեղմեք եւ ձեր ամբողջ մազերը վնասեք։ Ես ուղղակի ցույց եմ տալիս, թե ես ինչպես եմ մազերը հեռացնում, բոլորովին չեմ ասում արեք, շատ ընտիր արդյունք կստանաք արդյունքում, ոչ աղջիկներս, ես նման խորհուրդներ չեմ կարող տալ, որովհետև չգիտեմ դուք ինչպես կվարվեք կամ ձեր մկրատը ինչպես է։ Հիմա դուք տեսնում եք հիմա եւ կտեսնեք հետո արդեն ներկելուց չորացնելուց հետո, թե ինչ տեսք ստացանք վերջում, անպայման մնացեք մինչև վերջ, որպեսզի տեսնեք եւ եթե հավանեք, անպայման կգրեք ձեր կարծիքները։ Աղջիկս եկել նստել է, որպեսզի իր մազերն էլ կտրեմ, ասում է մամա իմ մազերից էլ կտրի, ասում եմ կտրեմ, ասում է հա կտրի։ Եվ այստեղ մաման խափում է, մկրատը բացում, փակում է, որ ինքը հասկանա մազ եմ կտրում, բայց իրականում չեմ կտրում։ Ձեռս չի գնա մի գրամ մազ ինչա կտրեմ։ Ես խոճուճ սիրուն մազերը ոնց կտրեմ։ Այդպես ինքը համոզվեց, որ ես իր մազերը կտրել եմ, գնում է հալու մեջ նայում, ուրախանում եւ ասում ապրես մամ ջան, որ կտրեցիր։ Ահա, ուրախությանը նայեք։ Աղջիկներս, ինչպես ենք ճիշտ լվանում մազերը, որպեսզի չչորանա, աչաներ չհավաքվեն, հա, չճյուղավորվեն։ Ափի մեջ դնում ենք շամպունը եւ լվանում ենք մազարմատները, ոչ թե այս հատվածը։ Մազարմատները լվանալուց հետո ինքը ավտոմատ այս ծայրերը լվացվում է։ Սխալ մազերը լվանալուց հետո առաջանում է համ մազաթափություն, համ մազերն են չորանում, համ այդպես աչուձախ ջարդում են ձեր մազերը։ Դուրը շատ տալ եւ շատ սառը չպետք է լինի։ Տեսեք, ինքը արդեն լվանալուց գալիս է։ Մի հատ էն շամպունով հանում եմ ներքև, մի հատ իր շամպունով կլվանալ, որպեսզի ավելի լավ մազ լինի։ Էստելի շամպուններն են։ Նորից միայն լվանում ենք մազարմատները։ Էստելի շամպունի հոտնելը շատ անիր, կարելի է փոխել շամպունս, էստել վերցնել։ Ինչպես տեսակ, ներքի մեջ նամակում էի աղջիկներս։ Ոչ թե շնչով։ Ասանք բալզամին։
Այս բալզամը 3 անգամ կարամ օգտագործեմ, ոչ ես շատ չեմ քսում։ Միայն քսում ենք բալզամը ծայրերին։ Այստեղ։ 2 րոպե մասաժ ենք անում և մասաժ ենք անում։ Այսպես շոյում ենք մեր մազերը։ Այսպես ալինում խնամքը մազերի, բալզամից հետո մազեր կան, որ դուրս են գալիս, առողջ և անառողջ, և նորմալ է, բալզամը թույլատնում է, ինչպես տեսակ ես միայն ծայրերին քսի, բայց ամեն դեպքում էլի թափվում են։ Հայ ջան, երեխեքիս աչքիս խանելացել։ Այսօր ընդհանրապես չհասկացա լույսը ոնց բացվավ, ոնց մտնեց աղջիկներս։ Պատրաստենք, որ այս Գյորգին աշխատանքից գա, պետք է տունածառը հավաքենք։ Աղջիկներս վերջապես զարդարում ենք մեր տոնածառը, այսօր ամսի 21-ն է և ես այդպես էլ նախատեսել եմ, որ ամսի 21-ին կամ 22-ին անպայման պետք է զարդարենք տոնածառը, ինչու շատ ուշ զարդարեցինք, որպեսզի ընթացքում, այսինքն մինչև հունվարի 15-ը չհոգնենք տոնածառից, որ մի քիչ այսպես երկար է մնում, արդեն ավտոմատ հոգնում ես և հավաքում ես, նույնիսկ չես սպասում հունվարի 15-ին։ Ամսի 21-ին, 22-ին ամենաճիշտ օրերն են, համ ուղորկան ես ամբողջը վերջացրած լինում, համ էլ սիրուն տոնածառը զարդարում ես ու ավտոմատ քո տրամադրությունը բարձրանում է։ Այստեղ արդեն երեխաներին պատրաստել եմ, որպեսզի իրանք պատրաստեն, ամբողջովին տոնածառը իմ ձեռքի աշխատանքներով պատրաստված խաղալիքներ են, ես եմ պատրաստել և այսպես երեխեքը ուրախ սիրուն զարդարում են, ասել եմ հերթով եք դասավորում, այսպես զարդարում ամենքդ մեկ հատ, որպեսզի հանկարծ սկրիպ չանեն, թե չէ մեկն ասում է ես ու այսպես երեխեք են, այսպես կանոնակարգել եմ, որ իրանք մեկ զարդարեն ու ավելի գեղեցիկ ստացվի։ Բարով գա 2026 թվականը, խաղաղություն բերի, համերաշխություն բերի ամբողջ աշխարհի վրա, բոլոր հիվանդները առողջանան, որ մի հատ հիվանդ մարդ չլինի հիվանդանոցներում, բոլորն իրենց զգան առողջ, երջանիկ և ապահով, հատկապես փոքրիկները, մեծերը նույնպես, ինչու չէ, նաև բոլորը։ Խաղաղության տարի լինի, առողջության և հաջողության, ուրիշ ոչինչ անհրաժեշտ չի։ Մեր զինվորներն փառքով պատվով վերադառնան իրենց տուն։ Դե ինձ սիրուններս, մենք զարդարում ենք մեր տոնածառը, դուք էլ զարդարեք ձերը, եթե մինչև այսօր չեք զարդարել։
Աղջիկներս գիշերվա ժամը 12-ն է, վլոգս մոնտաժեցի, տեղադրեցի ալիքում, երեխաներից քնացրի, հարթուկս վերջացրեցի, երեխաների վերնաշապիկները մայկաները ամբողջը հարթուկեցի, հիմա եկել եմ դեմ գսել հլամ, ու գնամ հանգստանալու, այսօր էլ տենց լուրջ գործեր չունեմ անելու, որ հոգնած եմ, աշկերս փակվում է, բայց մի կերպ այսպես մոնտաժս վերջացրել եմ, որ հանկարծ օրը չփոխվի, որպեսզի եթե օրը փոխվավ, այսպես խառնվավ իրար, ամեն ինչ վլոգիս օրերը կփոխվի ու ես էլ այսպես ավտոմատ կխառնվեմ իրար, մի քանի այսպես իր հունով գնում է, փորձում եմ այդ ամեն ինչը այսպես պահել ատամներով, հա, հիմա մազերս լավ այսպես թարմացնելուց հետո ներքի գույնի նման այդպես չբացեց, բայց մի տեսակ հենց սիրուն գույն է հավոր թե, այ հիմա որ ասեք Աննա ջան, ինչ գույն է, չեմ կարասեմ, այ ինչ լավն է, ինքը կողքից այդ ներքի գույնը այսպես սիրուն խփում է, բայց սենց որ նայած ոնց որ սև էլի, բայց սև չի, մազերս կապեմ, դեմքս լավամ, աղջիկներս օպրեք շատ, դեռ տոնածառ ունի սենց թեթև տեղեր ունի լցնելու, եկուս կգնամ խանութ, ուզում եմ ամեն ինչ ոսկե գույն ու արծաթավուր լինի, ուրիշ գույներ չեմ ուզում ավելացնեմ, կգնամ խանութ, հատուկ խաղալիքներ կառնեմ իրանց համար ու կլրացնեմ, ես զգում եմ, որ դատարկ կա, սենց տեղ կա, որ այն չի էլի ուզում ամի քանի խաղալիք, բայց երեխեք այսպես ուրախ զարդարեցին, թարվառալով, ես մոզերս մսավես ու տենց ծիկ կապը մեկ այս էլի պետք է քանդես, բայց չեմ ուզում թրջվի, հիմա պետք է, ուզում եմ հենց շամպունը պատվիրեմ, ինչ է, Էստելի շամպունը, Պայլսաման հենց անուշ հոտ ակալի աղջիկեք ջան, կարող է միքսիտից հրաժարվեմ, Էստելին անցնենք, լվացվենք, առավոտ շրջուկ եմ արթնանալու, ուզում եմ երկրորդ վլոգն եմ մոնտաժեմ շարունակությունը, բայց չգիտեմ կկարողանամ թե չէ, եթե չկարողացա վաղը, որովհետև երկար է, այնտեղ Արսենի մազերն եմ կտրում, իմ մազերն եմ կտրում, ներկում, գնացինք, ես լիքը պաչկին, ես թողալ եմ այսպես չորանա, այսպես չեմ սրկում, կհանդիպենք աղջիկներս վաղը